Բայց մյուս կողմից դա ներկայացնելը որպես ընտրախախտում կամ բերել նորից եմ ասում, էլի նույն հարթության վրա դնել մարդկանց առուծախի հետ, կներեք էլի, մարդկանց արժանապատվությունը քեշ փողով առնելու հետ, մարդկանց արժանապատվությունը ստորացնելու հետ, մարդկանց ճակատին գնապիտակ կպցնելու հետ։ Ես կներեք, համաձայն չեմ։ Հիմա գտնում եք էթիկապես ճիշտ ներողություն էլի։ Մենք մի դեպքում խոսում ենք քրեական հանցագործության մասին, մյուս դեպքում պետք է ասեք ինչու եք մեղադրում վարչական ռեսուրսից, հա, չարաշահում։ Նույնիսկ եթե խոսում ենք այն մասին, որ դա ենթադրյալ վարչական ռեսուրսի չարաշահում է, դա հանցագործությունա թե մի րոպե։ Քրեական հանցագործությունա թե հանցագործություն չի։ Դե որ չգիտեք, բա ինչ եք հավասարացնում այդ երկու բաները ինչու եք հավասարացնում։ Տիկին Մանուկյանն էր ասում վարչական ռեսուրսի աղաղակող բարձրաձայնումները եկեք ինչ ծեցի մաս։ Բայց ես պատասխանեմ ձեր հարցին։ Ով ծեծեց, կներեք, ով ծեծեց։ Ինչ ընդդիմադիր, ինչ ծեց։ Ով էր ծեծում։ Դա ներողություն ձեր աղաղակող վարչական ռեսուրսի հետ ինչ կապ ունի։ Կներեք, էլի, Տիկին Ջուլակյան, 1000 ներողություն։ Դրա մասին առաջին անգամ եք նոր խոսում։ Մենք վարչական ռեսուրսի մասին ենք Որի մասին է խոսքը։ Տիկին, հարգելի գործընկերներ, այն որ մենք բավականաչափ երբ որ երկուստ եք բաներ բախում եք եղել։ Այն ավտոբուսն ասում։ Հարգելի գործընկերներ, այն որ մենք բավականաչափ մեծահոգի ենք ու բոլոր լրատվականներին ընդդիմադիր ովքեր որ գրել են ԿՊԱ-ականները ծեծի են ենթարկել ինչ որ մեկին դատի չենք տվել ու 9 միլիոն դրամ չենք պահանջել։ Պնդելով ապացուցեք դե, այդով ատեղ ԿՊԱ-ական։ Ատեղ կուսակցական մարդ կա թե չկա տեղ կուսակցական մարդ, որ ասում է ԿՊԱ-ական։ Ժողովուրդ ջան, ընդդիմադիրները ամեն բան կարան հնչեցնեն։ Ձերոցի բոլոր Ես ասում եմ, դուք հիմա այդ պնդումը սենց փորձում եք զարգացնել, բայց լրիվ ակնհայտ է սիրելի քաղաքացիներ ինձ թվում է, որ մի դեպքում մենք գործ ունենք հստակ, արդեն կարելի է ասել ապացուցված, բոլոր ձայնագրություններով, բոլոր ապացույցներով առկա աղաղակող փաստերի հետ, որ մարդկանց առու վաճառքով են ոմանք զբաղվում, իսկ մի դեպքում գործ ունենք ընդհանրապես ինչ-որ տարօրինակ բաներ։ Բայց ես ձեզ ներողություն եմ խնդրում, էլի, վարչական ռեսուրսի հետ կապված հարգելի գործընկերներ։ Ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որպես կենտրոնական շտաբի ղեկավար։ Ես նոյեմբեր ամսից շտաբի ղեկավարն եմ։ Կես բառ հանձնարարական վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ կենտրոնական շտաբում չի եղել։ Կենտրոնական շտաբի ղեկավարի տեղակալը Տկեն նախարարն է։ Կես բառ, կես հանձնարարական իր կողմից այս առումով չի եղել։ Մենք ներողություն մի ընդհատեք ինձ։ Մարզպետերի կողմից դուք որևէ փաստ չեք կարող ներկայացնել, որ որևէ մարզպետ ուղղորդել է, պահանջել է կամ հանձնարարել է, որ վարչական ռեսուրս կիրառվի։ Դուք չեք կարող ուղղակի անել, որովհետև այդպես չի եղել։ Ներքևի օղակ, եթե 3-4 կարող եք ներկայացնել, ես նույնիսկ ձեր հետ կարող եմ համաձայնել, որովհետև հարգելի գործընկերներ, մենք մեր հեղափոխությունից շատ երկար ժամանակ չի անցել, եւ մենք ապրում ենք մի այդպես հասարակության մեջ, որտեղ մի մասի մոտ այդպիսի բարքեր այնուամենայնիվ պահպանվում է, եւ մենք չենք բացառում, որ կարող է այդպիսի երևույթներ լինի, բայց մենք դա պետք է նաեւ չորդ իշխանությունը Մեզ պետք է օգնի դա հստակ արձանագրել, հստակ, որ խնդիրը լուծվի, ոչ թե ինքնանպատակ, ապա տեղեկատվություն տարածել։ Մենք նկատի, ես այդ բառը չեմ սիրում արչծառայություն, ինչ որ մեկը ինքնագործունեությամբ է զբաղվել։ Արջի ծառայությունը տենց բան է, արհեստական ինչ որ այլ լեզվից թարգմանած նախադասություն է եւ բառակապակցություն է, որը ես չեմ ուզի օգտագործել։ Մեկը ինչ որ զբաղվել է ինքնագործունեությամբ, որը կոնկրետ այս արմավիրում տեղի ունեցածի վերաբերյալ է։ Ես ինքս զբաղվել եմ դրանով եւ դա դասական առումով ինքնագործունեություն է, որ մարդը տենց փորձել է, հա, եւ ծառայողական քննություն էլ կա, եթե չեմ սխալվում, ԿԳՄՍ-ի կողմից եւ նաեւ նույն բառապաշարը, երբ որ դուք լսեք արմավիրի համապատասխան աշխատակցի կողմից արտաբերված, դրանք սարեր ու ձորեր էլ նախկինում վարչական ռեսուրսի կիրառման առումով, քան հիմա կա։
Այսքան է։ Եվ ներողություն մի բան էլ չեմ կարծում, մի վարքյան ես ավարտեմ նոր։ Եվ ընդհանրապես Քարոզ Արշավի գալու հետ կապված։ Ես կարծում եմ, որ մենք այս ընտրություններից հետո նաև նայեք դուք հարց տվել եք եւ չեք պատասխանել լսում եւ դե ինչ որ հեռախոսի մոդելի մասին եք քննարկում անում։ Այո։ Չէ, դա նշանակում է, որ Քարոզ Արշավի հետ կապված հարգելի գործընկերներ, ես կարծում եմ, որ մենք քաղաք հասարակության հետ, նաև լրատվամիջոցների հետ ընտրություններից հետո մի քննարկում պետք է ունենանք։ Ինչու՞։ Որովհետև նայեք, մեր Քարոզ Արշավը տևում է 28 օր։ 28 օրվա մեջ մենք գնում ենք բոլոր մարզեր եւ քաղաքներ։ Դիցուկ ժամը 10-ին հասնում ենք աշտարակ։ Հասանք աշտարակում կան բազմաթիվ պետական ծառայողներ, կան բազմաթիվ համայնքային ծառայողներ եւ այլն։ Եվ իրանք ուզում են իրենց վարչապետին կամ վարչապետի տեխնացուին լսեն։ Մենք իրենց զրկում ենք այդ իրավունքից։ Մենք պետքա ձևը գտնենք, որ այդ մարդիկ լիարժեք Քարոզ Արշավին մասնակցելու հնարավորություն ունենան եւ մեր հարգելի գործընկերներ, լրագրողները դա չդիտեն որպես վարչական ռեսուրսի օգտագործում։ Այստեղ մի տարբերակ կա, որ մենք այսպես իրավական գիտելիքի հետ կապված խնդիր ունենք, որ այդ մարդիկ կարող են արձակման թերթիկներ լրացնել, այդ թերթիկը ունենան իրենց մոտ, գան այդ Քարոզ Արշավին, հետո գնան էլի իրենց գործին, որը չեն անում, կարող են սա անել, բայց մենք պետքա ձևը գտնենք, որ օրինակ առավոտյան երկշաբթի օրը առավոտյան ժամը 10-ին, եթե ԿՊ-ն գնում է Քարոզ Արշավի կամ ցանկացած ուժ եւ այդ մարդը ուզում է գնա այդ Քարոզ Արշավին, ինքը ունենա այդ հնարավորությունը անելու եւ հետո չընկնելու եւ չթիրախավորվելու եւ կներեք այս բառն էլ պետք է օգտագործեմ ձեզանից ոմանց կողմից բուլինգի չենթարկվելու համար։ Համեց մի վարքան դուք հարց եք տվել այս կողմը։ Իր համար շատ վատ կլինի, որովհետև իր քաղաքական ուժը չի անցնելու խորհրդարան։ Եվ լինելու է իր համար վատ։ Իր համար շատ վատ է լինելու։ Ես կարծում եմ, որ այսօր ընդդիմության այն մյուս լիդերը արդեն նահանջի ուրեմն խոսքեր է ասել կալուգացի օլիգարխ Սամվել Կարապետյանը եւ եթե ուշադիր կարդաք, ապա կտեսնեք, որ իրենք կարծես թե համակերպվել են այն մտքի հետ, որ պետք է հարգեն ժողովրդի քվեն եւ ժողովրդի ընտրությունը։ Եվ մնացած բոլոր դեպքերում հետընտրական զարգացումները կարող են լինել, բայց հետընտրական զարգացումներն էլ կարող են լինել արձագանքներ։ Ես մի բան էլի ավելացնեմ։ Հետընտրական զարգացումներ ունենալու տրամաբանությունը այն դեպքում է հասկանալի, երբ ընտրությունները կեղծվում են։ Երբ ընտրությունները չեն կեղծվում, իսկ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման էջը փակված է 2018 թվականից, այդտեղ հետընտրական զարգացում չի կարող լինել։ Իհարկե կարող են մի քանի հոգի որոշեն, որ պետք է դուրս գան փողոց, բայց դա որևէ կերպ չի կարող որևէ process գեներացնել, որովհետև հանրության շրջանում չի կարող լինել ընկալում, որ ընտրությունները կեղծված են։ Եվ իրենք քաղաքակիրթ այս ընտրությունների իրենք ներողություն մի խանգարեք իրենք ըստ էության այս ընտրությունների արդյունքների հետ պետք է հաշվի նստեն, որովհետև դրանք անցնում են արդար ազատ վիճակում եւ պայմաններում եւ եթե հաշվի չնստեն, ապա կարող են վերածվել օրինակ ինչ ասեմ, բան Իշխան Սաղաթելյան շարժումն ինչ ոնց էր կոչվում։ Զարթնիր լաո կդառնան կամ Բագրատ Գալստանյան կդառնան։ Բայց ես հստակ մի բան ունեմ, մի պատկերացում ունեմ, թե ինչ հետընտրական զարգացում կարա լինի։ Ուրեմն տեսեք, ես իմ պատկերացրած հետընտրական զարգացումով Արամ Վարդևանյանը
մի քանի տասնյակ միլիոնով կհարստանա, քանի որ առերևույթ որպես փաստաբան կներկայացնի սահմանադրական դատարան ուժեղ Հայաստանի հայցը ընտրությունները չեղարկելու հետ կապված, սա իմ տեսլականն է, էլի, այն ինչ ես եմ պատկերացնում։ Ունդեղ որպես գործի հիմնավորում, թե ինչու է պետք չեղարկել ընտրությունների արդյունքները, Արամ Վարդևանյանը հաստատ կգրի հետևյալը իմ կարծիքով։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վստահված անձը կրծքին կրում էր Հայաստանի քարտեզով կրծքանշան, եւ մեր կողմից կաշառված ընտրողը մտնելով ու տեսնելով Հայաստանի քարտեզով այդ կրծքանշանը իր ներսում խիղճ է արթնացել եւ որոշել է չծախել իր հայրենիք։ Այդ դա կլինի այդ սահմանադրական դատարան դիմումի հիմնական լեյթմոտիվը որպես այդպեսին, այնպես որ այդ հետընտրական զարգացում որպես այդպեսին ես տեսնում եմ այս սցենարով, այո։ Համեցիկ։ Պարոն Հարությունյան, քանի որ Ռուսաստանից Հայաստան եկածների հետ կապված, նաև ռազմական վարժանքների, սանիտարիա վարժանքների նրանց մասնակցության հետ կապված ծանոթություններ ուղարկում, դիմությունից հայտարարում են, թե նման կերպ փորձարկում վախեցնել մեր այդ քաղաքացիներին, վախեցնել մեր այդ հայրենակիցներին, որովհետև ինչու նոր միայն հիշեցիք, որ նրանք պետք է մասնակցություն ունենան նաև վարժական համակարգում։ Խնդրեմ դրան արձագանքեք եւ ընդհանուր առմամբ նաև այս հարց կոնտեքստում նայեք, եթե օրինակ դրանց մեջ լինեն բազմաթիվ մարդիկ, որոնք այո, ընդհանրապես մի քանի շաբաթ եկել են, պետք է մասնակցեն քրեատիվությունը կատարեն եւ տեղանան։ Այդ դեպքում նրանց մասնակցությունը ներգրավում վարժական հավաքների ինչպես է տեղի ունենալու։ Դե իրենցից մեծ մասը տենց երևի կյանքում առաջին անգամ հիշեց, որ ընտրություններով քաղաքացիական պարտքը պետք է տա։ Եվ պաշտպանության նախարարությունն էլ կարծես դե որ այտենց միտք է մոտը հղացել, ըստեղ էլ մի պարտքել կա քաղաքացիական, որ պետք է տա մասնակցի վարժանքներին։ Մնացած իրավական կողմը, թե քանի ժամով են գալիս, դա ինչ հետևանքներ է ունենում, անկեղծ ասած ես պատասխանատվության, համապատասխան օրենքի կամ քրորի կետերին ծանոթ չեմ, երևի հարցում անեք պաշտպանության նախարարություն։ Ես գիտեմ, որ պատասխանատվություն կա, բայց ինչ պատասխանատվություն է դժվարանամ ասել։ Քրեական պատասխանատվությունն է վարչական։ Այսինքն եթե օրինակ չմասնակցել 1-ից 3 տարի, 1-ից 3 տարի, Այսինքն եթե ծանոթագիրը ստացել է եւ պաշտպանության նախարարությունը ունի ցուցակներում, որ իրենց պետք է համապատասխան մարդուն վարժանքների պետք է տանել, իրենք պարտավոր են ենթարկվել դրան եւ չկատարելու դեպքում համապատասխան հետևանքներ կան։ չէ, բայց կնեք, այս թեման ինքը շատ կարևոր է, էլի։ Այսինքն մենք որպես քաղաքացի ո՞նց ենք նայում այս հարցին։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որ հիմա մեզ նայում են, ովքեր ծնվել են Հայաստանում, ովքեր ապրում են Հայաստանում, ովքեր պատերազմի ժամանակ օրինակ որդի են ունեցել պատերազմում, ովքեր իրանց որդիներն են հիմա կամ ուղարկել ծառայության ու ծառայում են հիմա։ Դա այն հարցազրույցը Շանթ ուրա, Շանթից ով կա լրագրողներից։ Դուք, Շանթը։ Հարցազրույցը անում տենում են այնտեղ հետևյալը։ Մի մարդ օդանավակայանում կանգնած ասում է հետևյալը. ես եկել եմ քվյարկեմ, 7-ի իրիկունը հենց 7-ին գնալու եմ։ Խի, որտեվ կարող է դե իրավիճակը մի քիչ վատանա, երեխեքի հետ եմ, բա երեխեքից չեմ թող։ բարդություններին Դուք ինչ եք դրան որպես քաղաքացիներ, դուք իշխանություն եք, եթե Այսինքն։ օրենսդրական բաց կա, բան արեք։ Դա օրենսդրական բացի հարց չի, պարոն Կիրակոսյան, ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի իրավունք ունի քվյարկելու։ Ես այդտեղ բարոյական կամ քաղաքական կամ առհասարակ մարդկային բարոյական արժեքների մասին եմ խոսում։ Մարդկային բարոյական արժեքների տեսանկյունից Հայաստանի Հանրապետության քաղաքացին ո՞նց կարա տանը նստի նայի, թե ո՞նց է ինչ որ մեկ եկել ասում, դե ես քվյարկում եմ շուտ գնա, որ իմ երեխեքին հանկարծ իմ քվյարկության արդյունքով ինչ որ մի բան չլինի, իմ երեխեքը վատ դրության մեջ չհայտնվեն։ Այս ձեր ակտիվությունն է, որ հարցնում եք ժողովուրդ ջան։ Այս ակտիվությունը այս սրա պատասխանն է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այսօր առավոտից պատասխանում է այս մարդկանց։ Այսօր առավոտից պատասխանում է այն մարդկանց, որ Իրկուտսկից ցուցակով հայերին ստիպողաբար բերում էին։ Իդեպ Ազատություն ռադիոկայանը լավ կլներ լուսաբաներ տենց բաները, չնայած գուցե Սամվել Կարապետյանը չի թողնում, դուք ամեն դեպքում ձեր հարաբերությունները պարզեք, ինչևէ։ Ես կարծում եմ, որ այս ամեն ինչ բան է։ Այս ամեն ինչը Հայաստանի Հանրապետության քաղաքացու պատասխանն է, այս գործելակերպին Հայաստանի Հանրապետության քաղաքացին ասում է, ստեղ իմ երեխեքն են ապրում ու մեծանում։ Ու դուք չեք կարա իմ երեխեքի ապագան որոշեք առանց ինձ։ Եվ ես կոչ եմ անում մեր քաղաքացիներին
այլ ավելի մեծ ակտիվությամբ մասնակցել ընտրություններին, որովհետև սա ձեր պետությունն է եւ այդ պետությանը պետք է տեր կանգնել։ Համեցեք։ Պարզապես հեղափոխության ժամանակ 18-ին շատ սփյուռքահայեր եկան եւ այդ հեղափոխությունը իրականացրեցին։ Այսինքն կարելի է հեղափոխություն անել սփյուռքահայերը, բայց ընտրություններ ամենևին խոսքը դրա մասին չի։ Նախորդ ընտրություններն էլ են սփյուռքահայեր մասնակցել, այս ընտրություններին էլ են շատ մասնակցում, ընդ որում ես գիտեմ, որ ոչ միայն մեզ հայտնի մի երկրից, այլ շատ այլ երկրներից, որոնք մարդիկ իրենց ապագան կապում են Հայաստանի հետ եւ իրենք ուղղորդված չեն գալիս եւ իրենք համապատասխան կառույցների կողմից ճնշվելով չեն գալիս։ Մարդիկ գալիս են իրենց քաղաքացիական պարտքը կատարեն եւ դրա մեջ որևէ քննադատելի բան չկա, մենք դա չենք էլ քննադատում։ Մենք քննադատում ենք Հայաստանի գործերին, այսպես ուղղորդված միջամտությունը կլինեն դա որոշակի կառույցներ, կլինեն դա որոշակի քրեաօլիգարխիկ շրջանակներ այլ երկրների, մենք դա ենք մերժում եւ մենք դրա դեմ ենք պայքարում։ Վերջին հարցը համեցեք։ Պարոն Հարությունյան, դուք շտաբի ղեկավարն եք, չէ՞։ Այո։ Խնդրում եմ ասել, նախ շտաբը համապատասխան եք հարցակալությանը տալիս, թե սա է նվերների շարքում եւ ինչպես է ստացվել, որ իշխող ուժերը տարբեր անձինք, որոնք դերակատարներ են եւ նաեւ նախին իշխանության Մեհեր Սեդրակյանի հետ ոչ ժողովրդավարական բարքերով աչքի նող Մեհեր Սեդրակյանի հետ են կապված եւ ձեզ տալիս են նվեր շտաբի տարածք, սա ինչպես կմեկնաբանեք եւ արդյոք սա շահերի գաղտնի չի լինել։ Ես այդ հրապարակումը տեսել եմ, չեմ հիշում հետքիններ թե ազատությաններ, որտեղ նշվում էր նվիրատվությամբ տրված տարածքները, բայց իրենք մոռացել են նշել, որ ընտրական օրենսգրքով անվճար ոչ մի բան չի կարող լինել եւ կուսակցությունը դրա համար համապատասխան հաշվարկներով վճարումներ կատարում է, այսինքն այն ժամանակահատվածում, որտեղ օրենքով սահմանված է, որ այդ ֆինանսավորումը այլևս քարոզարշավի իրականացվում է ընտրական հիմնադրամից, մենք բոլոր տարածքների համար վճարում ենք, բոլոր անխտիր տարածքների համար մենք վճարում ենք իրականացնում։ Կոնկրետ այս տարածքի կամ այլ տարածքների վերաբերյալ կոնկրետ թվերով ես այս պահին կդժվարանամ ձեզ ասել։ Եղել է տարածքը որպես շտաբի գրասենյակ, թե չէ։ Հարգելիս, դա եթե նույնիսկ նվիրատվություն է ձևակերպում, այդ ժամանակահատվածում, նախընտրական ժամանակահատվածում, որտեղ երբ օգտագործվում են այդ տարածքները, դրա համար կուսակցությունը եւ նախընտրական հիմնադրամը վճարումներ է կատարում։ Այդ մարդկանց նվիրատվին, այո։ Բայց կներեք էլի 1000 ներողություն, սիրելի լրագրողներ, այստեղ բոլորը տեսնում եք, ինձ մի չէ, մի վարքյան էլի, սիրելի լրագրողներ, բոլորը տեսնում եք, ես չեմ խոչը, հարց եմ տալիս։ Ներողություն, ես մի բան էլ ավելացնեմ, էլի, սրա հետ կապված։ Եվ եթե չեմ սխալվում հաստատ, բոլոր այդ թվերը, բոլոր պայմանագրերը կցված են մեր հաշվետվություններին, որոնք ներկայացված են կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Առաջին հաշվետվությունը ինձ թիվը ասեցին, մենք 1600 էջ հաշվետվություն ենք ներկայացրել։ Երկրորդ հաշվետվության թվերը չեմ հիշում, գուցե ավելի քիչ են, բայց ուրեմն թղթերի քանակը, բայց էլի շատ կլինի եւ հիմա նաեւ երրորդն ենք ներկայացնելու արդեն կարծեմ 10-ին, եթե չեմ սխալվում ամսին, էլի կարող էլի հստակեցրեցի ես արդեն դա մեր ուրեմն հարգելի պարոն Կիրակոսյան, վերցրեք օրենքները կարդացեք, որ մեր ուրեմն մամուլի ասուլիսները չվերածվեն այսպես երկխոսությունների եւ դուք տարբեր լրատվամիջոցների այսպես ոչ բարեխիղճ հրապարակումների արդյունքում
Արդեն մենք հոգնել ենք ճիշտն ասած ամբարախիչներին մեկնաբանելով։ Եկեք մի հատ sense բան ասեմ, էլի հարգելի գործընկերներ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Հայաստանի պատմության ամենաբաց, ամենաթափանցիկ քաղաքական կուսակցություն։ Չկա ուղղակի նույնիսկ նույն հարթության վրա, նույն լիգայում խաղացող կուսակցություն նույնիսկ չկա։ Չկա ու վերջ։ Օրինակ, բայց խնդիրն է նա, որ դուք ինչը լավ եք անում ու ես ողջունում եմ, դուք ինչքան ուժ ունեք փորփորում եք մեր հաշվետվությունները, ողջունում եմ, ասում եմ շարունակեք, դա շատ կարևոր է։ Լավ եք անում, գտնում եք, ասենք, չգիտեմ, 100,000, 200,000 դրամի ինչ որ տարընթերցում, ասում եք, օй, ԿՊ-ի ցուցակում կա, լավ եք անում, ապրեք, ողջունում եմ։ Ձեր ցավը տանեմ, բա այն ընդդիմադիր կուսակցությունները կարող մի օր որպես հետաքննող լրագրողներ ասենք ուսումնասիրեք։ Պարզվի ասենք միասնության թևերը Թաթոյան Արման, այդ ինչ 200 միլիոնի գրասենյակ է, այդ ով է վճարել, այդ ինչ հաշիվներից են այդ փողերը դուրս գրվել, այդ ընդհանրապես որտեղից։ Մեր գրասենյակը գալիս են ասում են, ձեզ 1 ամսով անվճար մի տեղ գրասենյակ են տվել։ Հա, տվել են մեր աջակիցները նվիրատվություն որպես ձևակերպել են, դրա դիմացել մենք ինչ որ գումար վճարել են, բայց կարող է հասկանաք այն մնացած բաները որտեղից։ Ասում անկեղծ էլի հարգելի գործընկեր, ասում դաշնակցությանը գնաք հարցնեք հարգելի դաշնակցություն, դու 1 ամբողջ օրացույցային տարի ընդամենը 1 նվիրատվությամբ ո՞նց է կուսակցություն պայել, այն էլ եթե այդ նվիրատվությունը եղել է ուշադրություն բնամթերքով։ Ասենք ո՞նց ես դու այդ պահել։ Ես հասկանում եմ, ողջունում եմ, նորից եմ ասում, որ դուք ԿՊ-ի նկատմամբ ուշադիր եք, դա մեր համար շատ կարևոր է, խնդրում եմ եռապատկեք ձեր եռանդը, բայց դաշտի մյուս կուսակցություններին ուշադրություն դարձրեք, ժողովուրդ ջան, որտեղ այս պահի դրությամբ այն ինչը ես եմ տեսնում, կա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որը խաղում է խաղի կանոններով, հա մեկ-մեկ կարող է մի բան անուշադրություն լինի, մի բան այս կողմ լինի, մի բան այն կողմ լինի, թեթև փոքր աննշան թերություններ կարան լինեն, ինչը անհնար է, այսենց մեծ տեսակառույցների դեպքում, որ չլինեն։ Ու մեր հաշվապահները օր գիշեր աշխատում են օրինակ, բայց չեք հարցնում։ Օրինակ Արման Թաթոյանին այսօր հարցրել եք, ով է այսօր հարցրել իր կուսակցության գրասենյակների մասին։ Ճեպազրույց է կարել, ով է հարցրել։ Ոչ մեկ, չեք հարցրել, ժողովուրդ ջան, չեք հարցրել։ Ոնց ինչ գործ տա։ Ոնց հիմա ինձ գնացել ես նարեկ բاب լրագրող ես շուտան ասեմ մյուսը ավելի բաբն, հա։ Չէ, ուղղակի երբ որ դուք անընդհատ նույն թեման առաջ եք տանում, մենք էլ որպես քաղաքական գործիչ կարող ենք չէ՞ ձեզ հակազդել եւ ներողություն հակադարձել եւ ասել ի պաշտպանություն նաեւ մեր կուսակցության, երբ որ պարոն Ալեքսանյանն ասում է ամենաթափանցիկն է բոլոր կուսակցությունների մեջ, ասել բայց նույն թափանցիկությունը ինչի ուրիշներից չեք պահանջում։ Ազատությունը, ֆակտորը, նյուզեը, շատ լավ, ներողություն եմ խնդրում, ֆակտորից, նյուզեը, ֆակտորը անաչառ դրատվամիջոց։ Ռադարը, լավ, որ չնեղանակ, հանրայինը, free news-ը, հիմա դուք արմլուրն եք, թե ժողովուրդն եք։ Սիվիկը եզակի ազնիվ լրատվամիջոց է։ Որովհետև օրինակ ես ձեզ անկեղծ ասեմ, Սիվիկը քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը այնքան չի պաշտպանել այս ընտրություններին, ինչքան ազատությունը Սամվել Կարապետյանին։ Բայց Սիվիկը դրա համար համարվում է կուսակցական լրատվամիջոց, ֆինանսավորվում է ուղիղ կուսակցությունից։ Ուտեղ խնդիր չկա։ Եվ հայտարարել է դրա մասին։ Հարգելի գործընկերներ, չէ, ներողություն արդեն ավարտում ենք, մենք շնորհակալություն ենք հայտնում։ Ձեզ մենք կոչ ենք անում նաև քաղաքացիներին առավել ակտիվ լինել առաջիկա ժամերին ընտրությունների ընթացքում եւ ես վստահ եմ, որ մենք ժամը 8-ից հետո, երբ որ ամփոփվեն արդյունքները, հերթական անգամ կարձանագրենք, որ ժողովրդավարությունը Հայաստանում եւս մեկ քայլ առաջ գնաց եւ մեր ինստիտուտները արձանագրեցին, որ շատ ավելի լավ են աշխատում, քան օրինակ 5 տարի առաջ։ Շնորհակալություն։ Ես